Թերթերն արձանագրում են փաստերն ու իրողությունները, մենք կարդում ենք, ընտրում եւ ներկայացնում ձեզ։ Մի քանի նորություն այսօրվա լրահոսից։ Առավոտյան 8:30-ի տվյալներով Շահումյան Տափերական ավտոճանապարհին մառախուղ է։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար, ասել է Պեսկովը լրագրողներին։ Այժմ ծանոթանանք մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. Վաղարշաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն վերջ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավանականությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է թիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայնբերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդաթյանին թիմերի պատասխանատու են նշանակել։ Ժողովուրդը գրում է. Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգևորականներին, նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով, մինչև ճնշումները հասնեն անձամբ կաթողիկոսին։ Իշխանական աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Հրապարակը գրում է. ԿՊ-ում պաշտոնակռիվը սկսված է։ ԿՊ-ում առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետևաբար նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախորդին սոցիալնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, բայց իր Facebook-յան էջում նախարարության ենթակայությամբ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է։ Ավելի վաղ թերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊԱ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են։ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է քլնգում Փաշինյանին դիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է հոգեբան Միհրդադ Մադաթյանը։ Պարոն Մադաթյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հիշել եք ինձ։ Պարոն Մադաթյան, վաղարշաբաթի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը նույն ՔՊ-ականները մեծ ոգևորությամբ դրոշակ են դարձրել, նշում են, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում բնութագրեց, վաղարշաբաթի ընտրություններում մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, քանի որ իրենք կյանքն էին քարոզում, իսկ ընդդիմությունը ապոկալիպսիսը։ Տեսեք, նախ հետաքրքիր ինչ ասեց post-factum արդեն, իշխանությունը, կյանքը ընտրեցին, չգիտեմ ինչ ընտրեցին, որտեվ այս իշխանությունները անդադ խոսում են խաղաղության մասին, բայց պատերազմ բերեցին, մեր գլխին զոհեր բերեցին եւ այլ բաներ, խոսում են տարբեր բաների մասին, որոնց հակառակը անում են, այնպես որ կյանքի մասին խոսելը, կյանքը այսօրվա իշխանությունների կամ Նիկոլ Փաշինյանի հետ անհամատեղելի է, այսպես կասեն բժիշկները, բայց դե հիմա այդպեսի ռիտորիկայով են խոսում, ոչ թե խոսեն։ Հաղարշապատում եղած ընտրություններին ես որքան ես գիտեմ հաղթանակ դաշինքը ակնկալիք էլ չուներ մենակ հաղթելու քաղաքացիական պայմանագրին, բայց պիտի ֆիքսենք հետևյալ փաստը, որ հաղթանակ դաշինքը Ինդեմս Սևակի իր թիմով միայնակ, այսպես ասեմ, դուրս եկավ ամբողջ պետական
ապարատի դեմ, այդ մախինայի դեմ, ներառած ԱԺ Ալեն Սիմոնյանի, ներառած Արայիկ Հարությունյանի, Սուրեն Պապիկյաններ բոլորը այնտեղ էին, հասկացա։ Սևակի թիմը մենակ դուրս եկավ իրանց դեմ եւ սահմռկեցուցիչ արդյունքներ տվեց այսօրվա իշխանությունների համար, որը եթե մի փոքր ուղեղ ունեն, այսինքն գանգի ոսկորի հաստությունը թույլ է տալիս, որ մեջը մի փոքր էլ ուղեղ լինի, ապա կհասկանան, որ այս արդյունքները հուշում են նրա մասին, որ 26 թվին ոչ թե 50, այլ նույնիսկ 30-40% քաղաքացիական պայմանագիրի հավաքելու հավանականությունը մոտարապես 0-ի է հավասար, այսպես ասեմ, որտեվ 26 թվի, սա էս էր իմաստը, այստեղ ոչ մի այլ խնդիր մենք չունեինք դնելու, որտեվ 26 թվին շատ ավելի լավ պատրաստված են լինելու, 26 թվին միայն Սևակը չի լինելու իր թիմով, այլև բոլորս ենք լծվելու այդ ընտրություններին, սկսենք դրանից, 26 թվին համոզված եմ, որ ուրիշ բավականին էլի ռեյտինգային ուժեր է մասնակցելու այդ ընտրություններին, եկեք պրոստը աբստրակտ պատկերացնենք, որ մեր ձևովը նույնպես մասնակցում էր վաղարշաբաթում, ԿՊ-ն չէր հաղթելու, վերջ, էս է խնդիրը։ Հենց սա է վկայումն է, որ այսօրվա իշխանությունները ռեպրեսիաներ են կիրառում հաղթանակ դաշինքի տղաների նկատմամբ, Իդեպ ինչու, չէ՞ որ ԿՊ-ն ձայների մեծամասնություն էր ստացել։ Եթե իրենք զգային, որ հաղթել են, ապա դա չէին անի։ Իրանք չեն զգում, որ հաղթել են։ Իսկ մենք ուզում են անդիմադիրների աչքը կոպիտ ասած վախեցնել։ Ես կարծում եմ այդ վախեցնելու կոմպոնենտը վաղուց արդեն 0-ի է հավասարվել։ Ոչ մեկը չի վախենում, ոչ ձերբակալվելուց։ Դուք չեք նկատում մարդիկ դատերին են գալի ձերբակալության վայրից, այնպես ուրախ են գալի, այնպես լավ են գալի, որ ոչ մի այլևս կորել է դա։ Ոչ ոստիկանից, ոչ բերետավորից, ոչ որ գլխներին կսարքեն։ Բոլորս հասկանում ենք, որ դա ակնհայտ է կարա տեղի ունենա։ Այդ վախի սկիզբը այն սկիզբն էր, երբ որ նորմալ իրավական երկրից մենք անցում կատարեցինք այս անօրինությունների դաշտ։ Այդ ժամանակ մենք ունեինք վախ, որտեղ իրավական երկրում ձերբակալվելը դա բավականին լուրջ էր։ Հիմա պատկերացնում եք 2030 թիվ այս իշխանությունները գնացել է, բոլոր նորմալ մարդիկ իրանց CV-ի մեջ պիտի գրեն, որ դատված են եղել։ Հասկանում եք։ Դες առաջ որ գնում էին, հասկացար, այնտեղ գրաֆակար, չէ, որ դատված չեմ եղել։ Հիմա որ դատված չես եղել, զարմանալ ինչի դատված չես եղել, որ այդ կարող է պատահի դու, հա, էս է եղել։ Դες փոխվել է, արժեքները փոխվել ու վախը այդ վախ ասածը շատ լավ իրանք հասկացան, որ ոչ մի ձևի չի աշխատում, ոչ Բեափարի նկատմամբ աշխատում, ոչ Միքայել Սրբազանի նկատմամբ, կարծես թե կիրթ մարդ է, հա, ոչ մի եսիմ ինչ չի, ոչ Գյումրիի Վարդանի նկատմամբ աշխատում Ղուկասյան, հա։ Այս բոլոր մարդիկ խարիզմատիկ կերպարներ են նաև ոչ մեկի նկատմամբ չի աշխատում այդ վախը։ Առաջի անգամ փորձեցին այդ վախը կիրառել, երկրորդ նախագահի նկատմամբ աշխատեց, չաշխատեց։ Չի աշխատելու։ То есть այն հիմնական ուղեկիցը Նիկոլ Փաշինյանի, որը ուղեկցում է իրան ամբողջ կյանքով մեկ ու հիմա նույնպես ուղեկցում է, որտեղ հիմա ինքը վախեցած է 26-ի ընտրությունների վատ արդյունքից, որ էս ամենը անում է։ Ոչ թե ինքը ուզում է վախացնել, այլ վախեցած է։ Էս է խնդիրը, որտեղ շատ ավելի վտանգավոր չի մեզ համար, պարոն Մադաթյան, երբ որ ինքը վախեցած է։ Ես չեմ հասկանում այդ բառը այս պահին, որտեղ այդ վտանգավորի շեմը մենք անցել ենք 2020 թվականին։ Այ 2020 թվականին մինչև պատերազմը մենք կարող էինք խոսել վտանգավորական վտանգավոր չի։ Իսկ հիմա մենք խաղում ենք կամիկաձեների մակարդակի վրա։ Համենայն դեպս բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց հայրենասեր են համարում եւ դուրս են գալիս պայքարի, հասկանալով, որ վաղը պետքա ձերբակալվեն, շատ լավ գիտակցելով դա։ Դուք գիտեք, որ մեր թիմի անդամների շատերը շատ լավ հասկանում են, որ ձերբակալվելուց հետո տունը ինչով պետք է ապրի, ֆինանսական միջոցները այսօր ոչ մի խնդիր չունենալու դեպքում արդեն նախատեսած են, որոշակի հարցեր արդեն լուծած են կամայական պահի ձերբակալվելու համար։ Այսինքն ընդդիմադիր գործիչները աչքի առաջ պետք է ունենան սցենարը, որ կարող են հայտնվել վերթում։ Ընդդիմադիրի հարց չկա, այս պահին կամայական մարդ կարա ունենա, որտեղ կապ չունի դու ինչ ես արել։ Կամայական մարդ կարա ունենա, որտեղ իրավական երկիր մենք այսօր չունենք։ Մենք այսօր ունենք հետևյալ, մեր մոտ ունենք նստած Միքայել Սրբազան։ Սա նշանակում է իրավական երկիր չունենք։ Ինչի համար այդ մարդը ստե։
Պարոն Մադաթյան, նույն Միքայել Սրբազանի օրինակով, որը շարունակում է անազատության վայրից ոգևորել, ասել, որ հանկարծ հետ չկանգնեք, չկոտրվեք, շարունակեք պայքարը, սա հոգեբանորեն ինչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, կամ նեյտրալ այդ զանգվածի վրա ազդում է։ Ես դրա հիմնական ցուցիչներից մեկը համարում եմ մի ԿՊ-ի ջատագովի հարց, եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանին, այն բանկա, ոնց էր այդ կարգալույց հոգևորական կար, որ Ստեփան Ասատրյանը հովանամքի աստվածանարգության այդ ակտի ժամանակ եկել էր այդ ակտին, ինքը ԿՊ-ի ջատագով էր, բայց հարց տվեց, ասեց Միքայել Սրբազանին ինչ եք փագե, ճիշտ է դա։ Սա մեր ընդդիմության հարցը չէր, սա հարց էր մի մարդու, ով որ եկել էր, ինքը օքեյ էր, ինքը այդ եկել էր, ինքը համարում էր, որ դա պատարակ է, ոչ թե աստվածանարգություն, մասնակցեց դրան, то есть հասկանում եք, չէ, հոգով ինքը ԿՊ-ի ջատագովն էր, բայց ինքը ասում էր սխալ է, ինչ եք Սրբազանին փագել։ Սա կարծում եմ ամենալավ ցուցիչն է։ Ուզում եք ասել, որ ԿՊ-ականների շարքերում աստվածավախ մարդիկ կան, թե դրամաբանական հարցի չի։ Այդ մարդը չէր կարողանում հասկանալ Միքայել Սրբազանի տրամաբանությունը։ Այդ մարդը ուղղակի մի փոքր կարողանում էր տրամաբաներ ու չէր հասկանում այդ մարդու տրամաբանությունը, այդ մարդուն ձերբակալելու տրամաբանությունը, որտեղ ամեն բան իր տրամաբանությունը ունենա։ Այսօր մենք տրամաբանությունից դուրս ենք։ Տրամաբանություն չկա։ Այսօր մարդը, որ հայրենիքը տարել է պատերազմի, մարդը, որ ինքը խոսում է խաղաղությունից, հələ տեսեք ինչքան տրամաբանությունից դուրս ենք։ Այսօր մարդը ազգային ժողովի ամբիոնից ստում է, ասում է զենք ենք առել։ Սուտ եք ասում եւ ռոբոտ շնիկի լուսանկար է որտեղ նույնիսկ եթե մենք վերցնում ենք պաշտոնապես հրապարակված պաշտպանության նախարարության ծախսերը դրանք գնումները այո մենք տեսնում ենք որ վերցված պատկի 30% չի կազմում եթե ամբողջ այդ գնումները արվեր վերցված պարտքով իսկ մարդը ասում է մենք վեցենք ենք առ այդ գուման Դե ռոբոտ շնիկը ասում եմ հրապարակել է լուսանկարը։ Ռոբոտ շնիկ են բերում, չգիտեմ, մեքենա են արտադրում, չէ, դարեր, ինչ էր, չէ, անունը։ Սեպուհ, հա, դարեր հիշեցի, հա։ Ես չգիտեմ ինչ հերոստացույցներ են արտադրում, Նյու Վասյուկին է դարը, ես ասում եմ Օստապ Բենդերը իրանից կարող օրինակ վերցնել, որտեղ երբ որ ես լսում եմ Օստապ Բենդերը այդ Նյու Վասյուկի իրեջը, ես հասկանում եմ որ Փաշինյան շատ ավելի լավ է խոսում, քան Բենդերը։ Այսինքն հիասքանչ ռետոր է։ Ավելի լավ է խոսում, ավելի վստահ է ինքը ստում։ Բենդերը չէր կարողանում, երևի մեջը ինչ որ բարոյականության էլեմենտներ ուներ։ Իսկ ստեղ ես տեսնում եմ որ չկա։ Պարոն Մադաթյան, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի նորությունների երկրորդ հատվածին։ Ժողովուրդը գրում է. Խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված ATV հեռուստաընկերության կիսաբաց լուսամուտներ հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին, մոռանալով սեփական անցյալը։ Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի մինչև падգամավոր դառնալը նա տուն չուներ եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երևանի նոր վարչական շրջանում։ Տունը գնելուց 2 տարի անց 2021-ին падգամավոր Հակոբյանը ձեռք է բերել Hyundai Magnich-ի մեքենա։ Նույն տարում 2016-ին ձեռք բերած Nissan Magnich-ի մեքենան 2 միլիոն դրամով վաճառել է ընկերուհուն, ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին։ Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ падգամավորի։ Հրապարակը գրում է. Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեև չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Այդ շարքում են դիտարկվում եւ Առավոտ օրաթերթին իր տարածքից հանելը, եւ ժուրնալիստների միության դեմ հարձակումները, եւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ հրապարակի, եւ Իմնեմնի մի ոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աջապահյանի կալանավորումները։ Հրապարակը գրում է. Մամուլի շնորհիվ հոկտեմբերի 30-ին բացահայտվեց, որ Հայաստան է գալիս ոչ թե պարենային, այլ ցածրակարգ, ծլած, միկո եւ ալֆա տոքսիններով վարակված, մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր, հավանաբար գերարտադրության մեջ օգտագործման ենթակա ցորեն։ Աստանայից նաեւ բացահայտեցին, թե ինչպես է պատահել, որ այդ ցորենն առհասարակ առաքվել է Հայաստան։ Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը Պրոտ կորպորացիան Հայաստանի Հանրապետություն է ուղարկել պարենային ցորենի առաջին խմբականակը։ 30 տարվա ընթացքում
ընթացքում առաջին անգամ է նման մատակարարում հնարավոր դարձել։ Այս տեղեկատվությունը երեկ հրապարակել է Պրոտ կորպորացիան։ Հաղորդվում է, որ Ղազախստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ կրկին հասանելի է դարձել Հայաստանի շուկան։ Օրագիրը շարունակում է իր աշխատանքն ուղիղ եթերում։ Ահա, պարոն Մադաթյան, լսեցինք, որ Ղազախստանից բերված այդ ցորենը, որը անասնակերի համար է հիմնականում նախատեսված եւ վտանգավոր է մարդու կյանքի համար, Հայաստանի իշխանությունները ներկայացնում էին որպես ապաշրջափակման դիվանագիտական մեծ հաղթանակ, այնինչ պարզվում է, որ Իլհամ Ալիևն է Ղազախստանի նախագահի հետ համաձայնության եկել, որպեսզի Հայաստանի բնակչությանը մատակարարեն անասնակերով։ Սովորաբար իշխանությունների կողմից սեփական բնակչության նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը ինչով եք բացատրում, ինչ հոգեբանական դրդապատճառներ կան դրա համար։ Տեսեք, այս իշխանությունները առաջին օրվանից հիմնված են եղել ստի վրա։ Այդ գիշեք այն սկզբի շրջանում այդ 100 փաստ, որ բողկի աճելիությունը վերագրում էին Նիկոլ Փաշինյանին, Ձունգալը Գարնանը, որ հողերը ջրվեց, էլի վերագրում էին Նիկոլ Փաշինյան։ Սկսած դրանից, սկսած Աբաջանի կեղծ պապիկից, վերջացրած այս հիմիկվա ինչ որ սլոգաններով, որը որ ասվում է։ Բայց փաստը հետևյալն է, 8 տարի այս մարդիկ եղան իշխանության, բայց իրանք չհաղթեցին։ Իրանք առ այսօր պայքարում են։ Ում դեմ։ Պայքարում են նախնիների դեմ, ճիշտ խոսացողների դեմ, հայրենասերների դեմ, եղերնը հիշողների դեմ, հայերեն խոսողների դեմ, կապ չունի ում դեմ, բոլոր նրանց դեմ, ովքեր դեռևս պահպանում են հայկական ինքնություն։ Այդպես բոլշևիկները չէին անում, պարոն Մադաթյան, Բոլշևիկները նույնիսկ այդպես չէին անում։ Հա։ Նույնիսկ բոլշևիկները այդպես չէին անում։ Գիտեք, բոլշևիկների ժամանակ այդ շանսիրտը, հա, գոնե ինտելեկտուալ որոշակի մասա փրկվեց։ Այստեղ ոչ ոք չի փրկվում։ Այստեղ մենք տեսանք ականավոր բժիշկներ ձերբակալված, որոնք որ բավականին հանրօգուտ էին, հա, հանրության համար օգտակար էին։ Մենք տեսանք բավականին լուրջ հրապարախոսքներ վարկաբեկված, մենք տեսանք արվեստագետներ, գիտնականներ վարկաբեկված, սրոյական վարկաբեկումով, հա, այսինքն ռեյտինգը իջեցրած։ Այս մարդիկ մինչև այսօր պայքարում են եւ ես ասեմ հետեւյալը, իրանց այդ ղեկավար մասային Ռոբերտ Քոչարյանի ուրվականը մինչև կյանքի վերջը հետապնդելու է։ Մինչև կյանքի վերջը դրանք քշերը զարթնելու են ու Ռոբերտ Քոչարյանի ուրվականը տենան ու սարսափած կրկնած վերկեն։ Ռոբերտ Քոչարյանից պարոն Մադաթյան, որովհետև իրանք վախկոտ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը եկավ ու պայքարեց, որովհետև իրանք էփում են, ստում են, իսկ երկրորդ նախագահը չի ստում, որովհետև իրենք հայրենիքը ուզում են աղճատեն, վերջացնեն իրանց աթոռի գնով։ Իսկ Քոչարյանը խոսում է հայի հայրենիքի տեսանկյունից։ Հիմա գիտեք ինչ կա, եկեք նորից տանենք, 8 տարի անցել է սրանք իշխանության են, 8 տարի հետո հələ մարդիկ կան, այս վերջերս ակտիվացած էլի մարտի 1 են խոսում։ Եղբայր 8 տարի իշխանության եք, ոնց որ ասում են, ընկույզն էլա ձեր ձեռքը, մուրճն էլա ձեր ձեռքը, ում գլխին ուզում ջարդում եք։ Իսկ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը չեն ուզում հրապարակել։ Հա, մինչև հիմա ասում են պապլավոկ, հիմա էլ էսգումացիա են անում։ Ինչ են անելու, հասկացա, ինչ է Արշակ Սրբազանին էլ մեղադրում են Գարեգին առաջին կաթողիկոսին թունավորել սպանելու մեջ։ Տենց էլ չհասկացան, որ իրանց գործը ոչ թե ներքին ինտրիգներ սարքելն է, նոր հայկական բրազիլական սերիալ հորինելն է եւ նման բաները, այլ երկիրը ծաղկացնելն է, տնտեսությունը աճեցնելն է եւ այլ եւ այլ։ Պարոն Մադաթյան, այնուամենայնիվ հոգեբանական տրավմաների առկայության մասին է այս վերաբերմունքը խոսում։ Այս վերաբերմունքը խոսում է ոչ կոմպետենտության մասին։ Մենք այսօր ունենք ոչ կոմպետենտ ոչ միայն իշխանություն, բայց ոչ կոմպետենտ կրթություն, ոչ կոմպետենտ իշխանություն, ոչ կոմպետենտ տնտեսագետներ, ոչ կոմպետենտ իրավաբաններ, որտեղ այն իրավաբանը, որը գիտի, որ սխալ է անում ու սխալ է անում, կամ ստորա կամ ոչ կոմպետենտ։ Ես գերադասեցի իրանց անվանել ոչ կոմպետենտ, որ չասեմ ստոր։ Հասկացաք, որովհետև այսօր մենք տեսնում ենք դատավորներ, որոնք որ առանց խղճի խայթի, առանց աչքը թարթելու, հա, Մելիքսեցյան, չէ՞, կարծես թե որ բանա տալի, հա, կալանքա տալի մի մարդու, որ ԿՊԱ-ականը չի կարող հասկանալ ինչի այդ մարդը կապղալանավորված։ Հասկանում եք, չէ՞։
Դե մարդը հիմա կամ ոչ կոմպետենտ է կամ ստոր, չէ՞։ Ես գերադասում եմ տեսնել իր մեջ ոչ կոմպետենտություն։ Պարոն Մադաթյան, Իլհամ Ալիևին սովորաբար ասում են հղումներ մի տվեք, բայց ցավոք սրտի Իլհամ Ալիևի հայտարարություններով պայմանավորվում է նաև Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական դիսկուրսն ու ուղղությունը, բայց կուզենայի Հայաստանի Հանրությանն ուղղված մի արտահայտության մասին խոսեինք, ասած որ Հայաստանի Հանրությունը հիվանդ է։ Եվ շատերն են, հա, շատ փորձագետներ միջազգային եւ տեղական ասում են, ոնց կարող է լինել, որ այսքան աղետներից հետո Հայաստանում գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ ԿՊ-ին։ Ովքեր են այդ մարդիկ, ինչն է իրենց ուղում։ Տեսեք, Իսկապես այդ խնդիր ունենք հիվանդ հասարակության։ Նեղացածները այսպես փորձեմ իրանց բանան։ Ումից նեղացածները։ Գիտեք քիչ կա, երբեք որևէ մեկից չեն նեղանում։ Եթե մարդը նեղանում, այ ինքն է այդ խնդրի մեղավորը, որովհետև ես համարում եմ, որ նեղանալը ամենադեստրուկտիվ վարքագծիցներից մեկն է։ Եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, կարելի է խոսել, պարզել, վերջացնել։ Եթե ես նեղացել եմ, ուրեմն ես դմբու եմ, էլի։ Հասկացաք։ Սրանք նեղացածներ են, ռուսերեն լավ խոսք կա, այդ նույն խոսքը ռուսերեն լավ անչում, աբիժնի, հա, աբիժնի, հա։ Հասկացաք։ Նեղացած մարդիկ են, նեղացած են, որ իրանք իրանց վրա, որ իրանց կյանքը չի ստացվել։ Նեղացած են, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը 90-ական թվականներից գտնվել է ժամանակի իշխանությունների հովանու ներքո, չէ, Վանո Սիրադեղյանի հովանու ներքո է գտնվել եւ այլն, բայց միևնույն ոչ իմանի չի հասել։ Կարող է չէ կարիերա անել, հասնել ինչ-որ մի գործ ունենալ։ Բայց հիմա վարչապետ է։ Այն ժամանակվա մասին է խոսքը, հա, եւ այլն։ Վարչապետության հասավ ծախելով իր հոգին սատանային։ Հասկացաք, այս Գյոթեի այս փիլիսոփայությունը միշտ կա։ Ծախել քո խիղճը, ծախել քո բարոյականությունը, ծախել քո հոգին, հա։ Սա միշտ կա, բոլորիս է առաջարկվում ու բոլորս կարող ենք վաճառել մեր հոգին սատանային։ Հիմա այս մարդը դարավ այդ գործարքի շնորհիվ ստելու հոգին վաճառելու, խիղճը վաճառելու շնորհիվ։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ Հիմա այս նեղացածները այսօրվա դրությամբ մի խնդիր ունեն, իրանք տենչում են վրեժ։ Ումից։ Կապ չունի ումից։ Այն մարդուց, ով լավ մեքենա է քշում, այն մարդուց, ով կարողանում է լավ հագնվել, այն մարդուց, ով ժպտում է։ Չպետք է լինի ժպտացող մարդ, որտեվ իր հոգում ժպիտ չկա, այդ դեպքում չպետք է լինի ժպտացող մարդ։ Դրա համար իրանք հայկական մի հատ լավ բնավորություն կա, բան կա, բնավորություն սխալասի, վարքագիծ կա, որը ես ոչ մի ձևի չեմ կարողանում բացատրել, բացի այս նեղացածությունից, երբ որ հարևանի մեքենան խազում է։ Ինքը չի գողանում ինչ-որ մի բան տանում ծախում, որ դու ասես այս մարդը տարած ծախեց, օգուտ ունեցավ։ Բայց փչացնում։ Հա, փչացնում է դիմացինին, հասկացաք ինչ եմ ասում։ Այս է խնդիրը, որովհետև նոր մեքենա է արած, ամեն ինչ լավ էր, հարևանս է Mercedes արա, ամեն ինչ վատ էր, ամեն ինչ հավանս Mercedes արա։ Հիմա այս է խնդիրը, էլի ուզում եմ ասեմ, այս կոմպլեքսը այսօրվա դրությամբ դարել է իշխանություն։ Այս իշխանությունը իր դեմագոգիայի շնորհիվ փորձում է պահել իշխանությունը։ Եվ ինչ է անում։ Կարողանում է վաճառել հասարակությունը։ Ինքը չի, եկեք հասարակությունը միատար չընկալենք։ Հասարակությունը բազմատար է։ Հասարակության մեջ կան կոնֆորմիստներ, որոնք թքած ամեն ինչի վրա մենակ թե ժեկի պետ մնա ինքը պատրաստ է ուզում եք սատանային ցեն տա։ То есть այդ մարդիկ են, որոնք իրանք էլ դեմ չեն վաճառվել, հա, Գյոթեի սկզբունքով, այսպես ասեմ, ահա։ Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք նեղացած են ու իրանք թքած ունեն, իրանք ասում են, այ գիտես ինչ, Նիկոլ Փաշինյան, դու ոչ թե մեզ տուր գաղափար, այլ մեզ տուր ատմասկա, ոնց մենք դուրս գանք տակից։ Նիկոլը ասում է, խաղաղություն եմ, այդ տեսեք խաղաղությունն է բերեմ, հասկացաք, իրենք շատ էլ չեն հասկանում այդ խաղաղությունը ինչ բան է, որովհետև այդ խաղաղության օրակարգը Նիկոլ Փաշինյանի բոլորը իրանց մեջ գիտեն, որ սուտ է։ Նույնիսկ նիկոլականները գիտեն, որ սուտ է։ Այ խնդիրը տեղ է, բայց դա իրանց համար ատմասկա, այ ոնց մենք տակից դուրս գանք, որտեղ նեղացածի խնդիրը ոչ թե խնդիր լուծելն է, այլ տակից դուրս գալու։ Այ տես ես ուրիշին ասի, տես ասում է խաղաղություն։ Իսկ դուք ինչ եք, ահա, բրցանք, հա, այս բանա, Պետրոս Ղազարյան մուդա, էլի սենց ասեմ, ոնց տակից դուրս գանք, պետք է Ծառուկյան Գագոյի կողմից խոսանք, պետք է հանրապետականների կողմից, պետք է Նիկոլ Փաշինյանի, կապ չունի, մենակ թե մեր տեղը պահենք։ Հասկացանք։ Եվ կա երրորդ մասը, որը այլևս չի լսում է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Հասկացաք։ Ինչ է նշանակում խաղաղություն։
Ինքը պրոստը ասում է, երբ է սա վերանալու։ Ինքը դուրս է գալի փողոց, տեսնում է, որ Երևանի ծառերը կտրված են։ Ինքը տեսնում է, որ իր հայրենի քաղաքը այլանդակված է։ Ու այլանդակել է այս իշխանությունը։ Ասում է, գիտեք, սակուր, չեմ ուզում սակուրը։ Թողեք մեր պլատանները մնան։ Հասկացա, հիմա լավ է, վատ է, ինչ ասա, իմ հիշողությունն, իմ մանկությունն է, քեզ ով է թողը կդրես։ Հարցրել ես դու իմ ներկայացուցիչն ես ընդե, քեզ ոչ մեկ իրավունք չի տվել, որ դու ինիցիատիվ ասա, մեկ պրոբկաները քաղաքում ու շարժումը այնպես է կազմակերպված հատուկ, որ դու զբաղվելու առարկա ունեն։ Իսկ ինձ թվում է հատուկ, որովհետև դա պետք է ես հատուկ մտածեի ոնց անեմ, որ վարորդների համար խնդիրներ սարքեմ։ Որ իրենք զբաղվելու առարկա ունենան, առավոտը զբաղվեն աշխատանքի հասնեն արդեն հոգնած, զբաղվեն թե նյարդային լարվածության պիկին հասնեն, զբաղվեն, ռեալիզացվեն այդտեղ։ Ոչ թե հեշտացնենք գործը, այլ բարդացնենք գործը։ Այսինքն կառավարելի քաոս է ստեղծում մարդկանց ղեկավարելու համար։ Բարդացնենք, տուգանենք։ Հիմա տեսեք, բոլորս տուգանքի տակ ենք։ Անընդհատ, հա, ես արդեն չեմ էլ հետևում այդ տուգանքներին, պրոստը բանկից պահում այդ փողը։ Առաջ մի տուգանք էր գալի նեղվում էր, հիմա չեմ էլ հետևում։ Պարոն Մադաթյան, շատերը մարդկանց մի խումբ կա ասում են, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի ու այս պառակտվածությունը, ատելությունը մի օր բերելու է դրան։ Մյուս մասն էլ ասում է անհնար է, հայը հային չի սպանի։ Բայց նաև տեսնում ենք հանցագործությունների կտրուկ աճ։ 18-19 թվին անհնար է, Արցախը չենք հանձնի։ Ու ինձ բոլորը ընդ որում իմ ընկերները նույնպես մեղադրում էին, երբ որ ես ասում էի Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը տալու։ Եթե հետ նայեք կտեսնեք, ես դրա մասին խոսել եմ 18 թվից տարբեր ամբիոններից։ Ու իմ ընկերները ինձ ասում են, որ չափ հանցնում ես էլի, դες բան չի կարա, եթե մեկը Արցախը տա, է ժողովուրդը գլուխը կջարդի։ Ջարդեց ոչ թե չջարդեց, այլ մենք անոմալ կերպով աշխարհում եղանք միակ երկիրը, որ պատերազմում պարտվածը դեռևս կառավարում է։ Այսինքն Ալիևը ճիշտ էր, երբ ասում էր, որ հայ հասարակությունը հիվանդ է։ Մենք հիվանդ ենք, եկեք սենց նայենք։ Ես չեմ ուզենա այտենց որակումներ տամ, հիվանդ ենք թե չէ։ Ես կուզենամ որակում տետամ հետևյալը։ Միգուցե ժամանակի ընթացքում պատշաճ ուշադրություն չենք դարձրել մեր կրթությանը։ Միգուցե ժամանակի ընթացքում պատշաճ ուշադրություն չենք դարձրել ազգային էթնիկ հոգեբանությանն ու մտածողությանը։ Միգուցե ժամանակի ընթացքում ուշադրություն չենք դարձրել եւ լեքսիկոնի մեջ են մտել ավանդապաշտություն բառը, որ առանց սահմանումին սկսել ենք կիրառել տարբեր ուղղություններով ու դրանով մենք փչացրել ենք մեր ավանդականությունը, որը բավականին կոնստրուկտիվ ու բավականին լավ որակ էր, որ մենք ունեինք։ Միգուցե ժամանակին ուշադրություն չենք դարձրել, երբ մեր մեջ ձևավորվեց անունը հիմա կտամ մի քիչ բանեղած, բայց եվրոպատենչությունը, սա ավելի շատ կոսմոպոլիտիզմը, այսպես ասեմ։ Միգուցե ժամանակին մենք չենք հաշվել, որ 5-րդ դարից այս կողմ մեր պետությունը, մեր ազգը չի ունեցել պետականության հոգեբանություն եւ նոր պետականությունը ձևավորելուց չենք դրել դա որպես ստրատեգիկ միավոր, որ մենք այլևս սկիզբ դնենք պետական մտածողության ու պետականության այդ իրավիճակի, այլ փորձել ենք այլ կերպերով նայել, սա բաց թողում որպես կարող ենք ասել, որի շնորհիվ ձևավորվել են այդ գյոթեի այդ բաները, պերսոնաժները, որոնք հեշտությամբ իրանց հոգին վաճառում են սատանային մի գեղեցիկ աղջկա, մի գեղեցիկ երգի, ծլվլացող ցիտիկների կամ ես չգիտեմ ինչի համար, կարողանում են ստել մի լավ մեքենայի համար։ Հաստացնելով իրանց ձայնը, որ իրանց փափլիկ դեմքից չերևա, որ իրանք այդպեսի մի քիչ դեռ չհասունացած երիտասարդներ են, հաս ձայնով խոսեն ու սպիտակ Mercedes-ներ քշեն, ինչու ստեր ասեն։ Մենակ թե Mercedes ունենա, որտեղ այլ կերպ իրանք չէին կարող ունենալ։ Հասկացա, մենք ունեցանք նեղացածների հասարակություն։ Այսա մենք չկարողացանք շտկել, մենք չկարողացանք այդ մարդկանց բացատրել, որ նեղանալը զուր է, պայքարել է պետք, աշխատել է պետք, ստեղծել է պետք եւ քո ունեցածն էլ քո հաճույքն է ու քո բարձունքն է։ Դե քեզ ուրիշ բարձունք է պետք, ձգտի հասի բոլոր հնարավորությունները միշտ եղել են, միշտ։ Բայց մարդը պարկել է իր բազմոցին, տեսել է հարևանին, ժամը 2-ին քնից արթնել է, գնացել է այդ իր տաղավարում կարտ խաղալու ու սկսել է բողոքել, որ հարևանը նոր մեքենա է առել։ Ով առավոտ 6-ին զարթնում է, գնում աշխատանքի, չաչարվում է ու մեքենա է առնում։ Ու ինքը դարել է նեղացած։ Իսկ Նիկոլը ինչ է ասել սրանց, ասել է հիմա նրա մեքենան խլելու եմ տամ քեզ։ Սա դու սա եկե փողոց։ Ու սպասում է։ Հա, մինչև հիմա սպասում է դե խլեն տան։ Դա համար իր բողոքը հետ է։ Ինքը չի բողոքում պատերազմից, ինքը չի բողոքում 5000 զոհից, ինքը բողոքում է ինչի գոճարան նստած չի։
որ հարցնես քեզ ինչ, ասեք դստես Քոչարյան, դրանց քեզ ինչ։ Կյանքը ավելի վատն է գնացել Նիկոլ Փաշինյանը։ Հասկանում ես, Քոչարյանը մյուսը, հիմա Քոչարյան սիմվոլիկ անուն տվեցի, էլի հասկացա, ես, ինչի նստած չեմ։ Քեզ դրանից ինչ, ասենք ես նստեցի, լավ, 30 տարի ինձ տվեցին, նստած եմ ես։ Հոգին կփառավորվի։ Վերջ, այսինքն ավտոն խազեցիր ու վերջ, այս ավտո խազելու հոգեբանությունն, հասկացար, քեզ դրանից օգուտ չկա, դու ուղղակի ուրիշի ավտոն խազեցիր, ու քո հոգին փառավորվեց, որ իրան վատ եղավ, ոչ թե որ քեզ լավ եղավ։ Հոգեբանության այս ասպեկտն է։ То есть մենք ձգտում ենք, որ ուրիշին վատը լինի, ոչ թե ինձ լավը լինի։ Այս է հոգեբանությունը։ Այս ընդդիմադիրները ասում են, եկեք այնպես անենք, որ լավը լինի, հասկացար։ Նիկոլը ասում է, եկեք այնպես անենք, որ դրանց վատը լինի։ Մեր հոգին էլ փառավորվի։ Մեր հոգին էլ փառավորվի։ Այդքան բան։ Պարոն Մադաթյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ժամանակը սպառվեց ծորագրի հաջորդ թողարկումը վաղն է առավոտյան 11-ին։ Օրը թող բարի լինի։